Առողջական վիճակը կտրուկ վատացել էր վիճակը, արդեն տեղեկացրել են Կարմավիր ՔԿ-ից, նրան տեղափոխեցին Աբովյան ՔԿՀ, բժիշկների հետազոտության արդյունքում, քանի որ գիտակցության կորուստի արդեն գիտեք, նորից չկրկնվեմ, շտաբօգնություն հրավիրվեց, տեղափոխվեց Աբովյան ԲԿ-ում, քանի որ նա կոմպլեքս հիվանդություններ ունի, եւ ինչպես մայրն էր ասել 9 օրեկանից նա բուժվել էր այս բուժ կենտրոնում, մի դեղը հակասում է մյուս դեղին, մի ներարկումը մյուս ներարկումին, ամբողջ այդ Աբովյան ԲԿ-ում Գայանեն զանգում էր իր բուժող բժիշկներին, հարցնում էր ընդունենք մագնեզիում կարելի է, թե չի կարելի, այս մյուսի հետ կարելի է, թե չէ, եւ որոշում կայացվեց, որ երեխային տղային պետք է տեղափոխենք այստեղ։ Այս պահի դրությամբ այլ նորություններ չունեմ, միայն մեկ իր քրոնիկ խնդիրներով պայմանավորված է վատթարացել, թե հոգեբանական բոլոր խնդիրները միասին կան, առաջացել են նաեւ այլ խնդիրներ, որոնք չեմ կարող հրապարակայնացնել։ Չեն կարողացել պատշաճ բուժօգնություն։ Աբովյան ԲԿ-ն պատրաստ էր ամեն ինչ անել, քանի որ իր վիճակը այնպիսին կոմպլեքս է, իր բուժումը, դրա համար այսպիսի որոշում։ Հիմա խնդրում եմ, շատ խնդրում եմ, գիտեք, որ կարող է մի ժամ, կարող է 10 ժամ, չգիտեմ, ոչինչ մենք չգիտենք։ Ես ձեզ շատ խնդրում եմ, ես գիտեմ, որ դուք բոլորդ մեր կողքն եք։ Եկեք հիմա ամեն ինչը դադարեցնենք։ Ես որպես Դավիթ Մինասյանի պաշտպան, Դավիթ Մինասյանի, դուք գիտեք, ես հայտարարել եմ, որպես մայր եմ դա հանդես գալիս, ես պատրաստ եմ բոլորիդ հրավիրեմ, թե մամուլի ասուլիսի, թե ձեր հաղորդումներին բոլոր տեղերը։ Մենակ հետազոտության արդյունքները առնվազն կարելի է սպասել։ Ես բոլորիդ կասեմ, մենակ խնդրում եմ նկարահանումները դադարեցնել։ Չենք հասկանում, հիվանդանոցից ենք աշկանդել ձեզ։ Սյուզի ջան, դուք մեզ գիտեք, այսինքն ոնց եք պատկերացնում, վարչապետը ինձ կկաշկանդեր, թե հիվանդություն։ Չէ, ձեր մասին չի խոսքը, հիվանդանոցի մասին։ Առողջապահության նախարարությունը այսօր մեզ ասում էր, որ բժիշկների հսկողության տակ է գտնվում եւ առավոտվա դրությամբ կարիք չկա տեղափոխել հիվանդանոց։ Այդ փոխվեց։ Ինչ փոխվեց։ Որ մեր հսկողության տակ է բուժզնվել։ Անընդհատ եղել է ինքը, բժիշկները գնացել են զննվել, բայց այն վիճակը չեն կարող իրանք ապահովել։ Տղային ունեն գիտակցության կորուստ, որից հետո պետքա մարդը գիտակցության գա, չէ։ Այո, ունեցել է գիտակցության կորուստ։